ԱԱԾ-ականներն ու ՔԿ-ի քննիչները երեկ շուրջ 12 ժամ ԲՀԿ առաջնորդի Արինջի բարձունքում գտնվող շքեղ առանձնատանը խուզարկություն էին իրականացնում։ Խուզարկության ավարտին Ծառուկյանին ձերբակալեցին։ Ըստ քննչական կոմիտեի Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-ից 2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Խոսքը մասնավորապես 8 միլիարդ դրամից ավելի գույքերի հափշտակության մասին է։ Քննչական կոմիտեից ձեռնաշղթայով դուրս բերված Գագիկ Ծառուկյանը մեղադրանքները չի ընդունում։ Ուրեմն մեղադրանքը լրիվ սարկած, սուտ, փուջիկ։ Քննչական կոմիտեն երեկ հայտնեց Ծառուկյանին առնչվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում նոր զարգացումների մասին։ Խոսքը վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին է։ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի։ Ըստ հաղորդագրության ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Այն, որ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը նախասիրություն ունի որսալ վայրի կենդանիներ եւ նրանց գլուխները կախել իր տան պատերից, կամ ունի սեփական կենդանաբանական այգին, որտեղ պահում է առյուծներ, վագրեր, կոկորդիլոսներ, կապիկներ, որևէ մեկի համար գաղտնիք չէր։ 2024 թվականին Ծառուկյանը իր տուն այցելած Արուս Կավկաս անունով հայտնի բլոգերի հետ զրույցում էր խոստովանել, որ ինքն անձամբ է որսում կենդանիներին։ Хотелось бы узнать, это хобби или вы сам охотник? Охотник. Это все ясно. Այսօր Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց, թե Ծառուկյանը բազմաթիվ կենդանիների որսը կատարել է օրենքի շրջանակներում։ Ցանկացած մարդ ունի նախասիրություն եւ օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չի թույլատրելի վայրերում եւ պայմաններում իրականացնել որս։ Factor TV-ն դեռ 2024 թվականին ուսումնասիրելով բլոգերի կողմից հրապարակված տեսանյութը պարզել էր, որ Ծառուկյանի առանձնատան սրահներից մեկի պատերին բազմաթիվ գլուխներ են, հատակին գոշ արջի մորթիներ։ Քննչական կոմիտեից դեռևս 2 տարի առաջ էին հայտնել, որ հարուցվել է 2 քրեական գործ արգելված վայրի կենդանի կամ թռչուն որսալու հոդվածով, Ծառուկյանը հարցաքննվել էր։ Դրանից հետո Factor TV-ն պարբերաբար հարցումներ էր արել նախաքննական մարմին, պարզելու թե ինչ նոր զարգացումներ կան։ ՔԿ-ից միայն փոխանցում էին, որ նախաքննությունը շարունակվում է։ Փաստորեն շուրջ 2 տարի մոռացության մատնված թեման ակտիվացավ ընտրական շրջանում։ Փաշինյանն ու Ծառուկյանը միմյանց ուղված փոխադարձ մեղադրանքներում հիշեցին առյուծներին։ Իմ մասով ասեց, ինչ չէ, շպիոն հայ պուտուր, շպիոն ասեցի, եթե որցե մեկը ապացուցի, չկլասի ապրես։ Ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թողնել գրեմ իմ համաձայնությունը։ Բայց ասի, եթե չէ, այդ մարդիկ սուտ ասել արդեն սովորություն դառը։ Թող այդ մարդը չեմ ասում գնդակը արեն։ Թող գա իր խոդով մտնի առյուծի բունը ու դուս գա։ Էն էլ որ ծառյուծի մոտ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Ծառուկյանի առանձնատան տարածքից տեղափոխված առյուծները եւ վագրը այժմ կենդանաբանական այգում են։ Երևանի քաղաքապետանի բնապահպանության վարչության պետը Factor TV-ին փոխանցեց, որ կենդանիները գտնվում են կարանտինային գոտում, անցնում են բուժզննություն։ Արդյոք կենդանիները վատ պայմաններում են պահվել։ Բնապահպանության վարչության պետը փոխանցեց մի քանի օր է անհրաժեշտ վերջնական գնահատականի համար։ Առաջնային շփումից մեր կենդանաբույժները արձանագրել են բացակայող ատամներ կամ օրինակ մեծ տարիք եւ այլն, բայց մինչեւ ամբողջական առանձին դա արագ process չի գնահատում չիրականացվի, չենք կարողանա ասել, թե ինչ խնդիրներ կան եւ արդյոք այդ խնդիրները կան։ Մասնավոր կենդանաբանական այգի ունենալու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը։ Այսօր նախարարությունից հետաքրքրվեցինք, երբ վանից է Ծառուկյանի կենդանաբանական այգին գործում։ Արդյոք գերատեսչությունը մինչ այս ստուգումներ իրականացրել է պարզելու համար պահպանվում են օրենքով սահմանված պայմանները։ Նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ 2025 թվականին մերժել են Ծառուկյանի կենդանաբանական այգի ունենալու դիմումը։ Միաժամանակ անպատասխան թողեցին հարցը, թե մինչ այս ինչ հիմքով է այն գործել։ Անի Հակոբյանը առաջարկեց այլ հարցերի պատասխան ստանալ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից։ Այնտեղից էլ առաջարկում են դիմել քննչական կոմիտե։ Իրավապահ կառույցն էլ փոխանցում է, այս փուլում այլ տեղեկություն չի հաղորդում։ Ավելի ուշ կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ նախորդին այգի տեղափոխված էգ-առյուծը պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով քնեցումից չի արթնացել։ Մինչ այդ մեկ այլ հարց է մնում բաց. ինչու էր քննչական կոմիտեն 2 տարուց ավելի լուռ, երբ կենդանիների պաշտպանությամբ զբաղվողներն ահազանգում էին, որ Ծառուկյանի տնից հրապարակված կադրերում առկա են նաեւ
եւ կարմիր գրքում գրանցված կենդանիների խրտվիլակներ։ +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանն ընդգծում է. ենթադրյալ իրավախախտումներն իրավապահները հիշում են միայն այն ժամանակ, երբ իշխանությունները քաղաքական նկատառումներով խնդիրներ են տեսնում։ Արենի արգելոց կա, այնտեղ իր կողմից իրականացվող ուղղաթիռով գործը ոչ մի կերպ տեղից չէր շարժվում։ Բայց հիմա հենց որ կա քաղաքական պահանջ, դատախազությունը կամ քննչական մարմինները անմիջապես սկսում են արագ տեմպերով իրականացնել փոզարկություն։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներից դատելով Ծառուկյանի շուրջ նոր զարգացումները չեն բացառվում։